Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, վերջի օրերին մի քիչ վատառողջ եմ, բայց ոչինչ, շուտով կվերականգնվեմ, հրատապգործով իջել էի քաղաք և նկատեցի ակտիվիստ, ընդդիմադիր ոնց հասկանում եմ, հասկանում եմ, ակնհայտ ընդդիմադիր ակտիվիստ Միքայել Մարգարյանի որդու Յուրի ուղիղ եթերը, որտեղ նա տեղեկացրեց հոր ձերբակալման մասին և ուզեցա անպայման անդրադառնամ այս հարցին, որտեղ մի քանի շատ կարևոր բաղադրիչ կա, որ պետք է դրա մասին մենք խոսենք։ Հիշեցնեմ, ինչի մասին է խոսքը, երեկվա միջադեպը ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանի հետ տեսակ, որ որոշ քաղաքացիներ մոտեցան, զրուցեցին, բողոք ներկայացրեցին, Արենը սադրեց, որից հետո ոնց հասկացա եղավ արձագանք, որից հետո Արենը հրահանգեց ոստիկաններին նրա ձերբակալել այդ իր հետ բանավեճի մտած քաղաքացիներին 3 ժամով ձերբակալեցին, հետո բաց թողեցին, այսօր էլ արդեն սպեցով մտել են մարդուն տնից ձերբակալել են, ոնց հասկանում եմ, խուլիգանության մեղադրանքով, ոնց հասկանում եմ, արդեն ոչ թե անմիջականորեն ծագած կասկածի, այլ արդեն որպես մեղադրյալ, ինչպես հիմա հաճախանում են, դատարան ներկայացնելու համար։ Մի քանի պարզաբանում եմ ուզում իրավական ներկայացնել, մինչ այդ ուզում եմ համերաշխությունս հայտնեմ Յուրիին և Միքայել Մարգարյանի ընտանիքին, չեմ ճանաչում անկեղծ ասած, ոչ Միքայելին, ոչ բնականաբար նաև ընտանիքի անդամներին, ավելին ես հիշում եմ Միքայելին ավելի շատ 2018 թվականից, երբ որ նա բավական ակտիվ այս իշխանազավթման այսպես գործընթացներին էր մասնակցում, բայց ես չունեմ որևէ այսպես բացասական վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, որոնք հետո հասկացել են, թե ինչի են մասնակցել և ակտիվորեն պայքարում են այս հակահայ և հակաիրավական ռեժիմի դեմ, այդ առումով միայն և միայն ողջունում եմ իրենց դիրքորոշման փոփոխությունը և միանգամից ասում եմ, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ չեմ տեսել որևէ մեկին, թեթև ակնարկ եմ տեսել միայն մի հրապարակային բանում, բայց խնդրեմ, որ որևէ մեկը որևէ կերպ այս մարդկանց այսպես ասած, երեսով չտա 2018 թիվը, որովհետև երկու պատճառով, առաջինը մարդիկ փոխել են իրենց դիրքորոշումը և ոնց որ թե պայքարում են և նաև դրա պատճառով հենազրկանքների են ենթարկվում, սա բարոյական պատճառն է, որ ճիշտ չի թիրախավորելը, և երկրորդը նաև դա արդյունավետ չի։ Հիմա մենք ինչ ենք ուզում ասենք, այսօր օրինակ այն մարդիկ, ովքեր դեռ հավատում են այս թմբիրից դուրս չեն եկել, այս վարակից չեն կարողացել ձերբազատվել իրենց ներքին որ իրենց ներսից ուտում է և չեն կարողացել իրենց մեջից այդ նիկոլիզմի վարակը հանել։ Մենք ինչ ենք անում, մենք այդ մարդկանց խրախուսում ենք, որ նրանք հանեն դա, թե ընդհակառակը ասում ենք հանգարց դա չանեք, որովհետև դուք մեկա ներում բեկում չունեք պայմանական հանրային առումով։ Սխալ է, չէ՞ տենց։ Ամեն դեպքում համերաշխությունս եմ ուզում հայտնեմ ընտանիքի անդամներին, ես այս վերջի շրջանում հատկապես շատ եմ խոսում այն մասին, որ քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդման ենթարկողների, հատկապես ընտանիքի անդամները ավելի մեծ հոգացության կարիք ունեն հանրության կողմից և այդ թվում նաև այս դեպքում, որտեղ որ շատ երիտասարդ տղա համարձակաբար
եթե նա դուրս գալիս, ոնց որ թե այդպես իր համար դա սովորական բան չէր, իրան զսպելով պատմում է այդ զգացվում էր, էլի ես շատ երևում է ցավը երևում էր, պատմում էր, որ հորը իր աչքի առաջ, քրոջ աչքի առաջ, տատիկի, այսինքն ոնց հասկացա Միքայել Մարկարյանի մոր աչքի առաջ, այդ անմարդկային ձևով ինքնին դա արդեն անմարդկային է, էլի ձերբակալման մասին ես իմ համերաշխությունն եմ առաջի հերթին ուզում ընտանիքին հայտնել, եթե ինչ-որ բանով ես փաստաբան ունեք հայտարարվեցել եւ չգիտեմ ով է, բայց վստահ եմ, որ իմ լավ գործընկերներից պետք է լինի, որևէ այսպես չեմ ուզում ինչ-որ, բայց զուտ ոչ իրավաբանական առումով էլ իմացեք, որ իդեմս ինձ ունեք բարեկամի, որը որ պատրաստ է ձեր հետ խոսել։ Իրավական հարցերով բնականաբար փաստաբան ունեք, հանկարծ բան չստացվի էլի, որ այն ինչ որ Յուրի ասացից ես հասկացա, ամեն ինչ որ պետք էր արվել էր փաստաբանի կողմից էլ նորից ասեմ չհասկացա թե ով էր։ Բայց դա էական չի։ Հիմա մի քանի պարզաբանում հարության համար, ուրեմն պարզաբանում առաջին։ Այս ամեն ինչը դեռ երեք էր պարզ ինչ էր արվելու, ուղղակի ես չուզեցա հանկարծ տպավորություն չլինի, որ բան եմ անում, էլի այդպես վատ կանխագուշակություն եմ անում, հույս ունեի, որ սխալվելու եմ, ցավոք սրտի չսխալվեցի։ Ինչի 3 չպահեցին, 2 պատճառով։ Իսկ 3 ձերբակալել են 3 ժամով, ինչի 3 չպահեցին։ Պատճառ առաջին, խնդիր կար ձերբակալման առաջի պահի հետ կապված, որտեղ արձանագրվել էր, որ Ալենը հրահանգում է, որպեսզի քաղաքացուն ձերբակալեն։ Որն էս տպավորություն չլինի, որ եթե ձերբակալեն, հետո տանեն կալանքի եւ այլն, որ առաջի պահը եղել է Ալենի հրահանգը, որ այդ մարդը ձերբակալվել է Ալենի հրահանգով։ Այդ պահը լղոզելու համար նրան բաց թողեցին երեք։ Սա շատ կարևոր եւ նուրբ պահ է, որ ձերբակալումը լինի ոչ թե անմիջականորեն ցակած կասկածի ռեժիմով իսկ հրահանգողը լինի Ալենը, դե վերևաց որ հրահանգից։ Շատ նուրբ բառ է ուշադրություն դարձրի սա։ Այլ որ դե բաց թողեցինք, հետո հոպ, մեկ էլ բարձեցինք, որ չէ, դու հանցագործություն ես կատարել։ Սա մեկ եւ երկրորդը իրանց խնդիրն է հնարավորինս նվաստացնել, ստորացնել, ցավ պատճառել հատկապես ընտանիքին։ Որովհետեւ իրանք հասկացել են, որ քաղաքական պայքարի մեջ գտնվող, ընդդիմադիր վարքագիծ դրսևորող մարդիկ սովորաբար իրենք հոգեբանորեն պատրաստվում են նրան, որ իրենց նկատմամբ կարող է կիրառվեն ռեպրեսիվ միջոցներ։ Պատրաստվում ենք մենք բոլորս դրա, մեր համար դա այսպես ներքին հոգեբանական աշխատանքի արդյունք է, բայց ցանկացած նորմալ մարդու համար շատ ավելի դժվար է տեսնել իր, այսպես ասենք, ոչ թե պատճառով, այլ իր արդիվ, իր հարազատների ցավը։ Այն որ իրեն այդպես վատ ձևով ձերբակալում են սպեցնազով բանով իր մոր աչքի առաջ, իր անչափահաս կամ չափահաս, չգիտեմ, ոնց որ թե անչափահաս է, երեխեքի աչքի առաջ։ Դա շատ ավելի ծանր է մարդու համար, նորից ասեմ, ինձ կարող եք այստեղ մի քիչ էքսպերտ համարել, էլի, մի քիչ փորձառություն ունեմ, մազերը սպիտակել է, այս արդեն 8 տարի է այս մարդկանց հետ շփվելով քաղաքական հետապնդման ենթարկվողների։ Դա շատ մեծ ցավ է մարդու համար։ Եվ դա հատուկ էլ դա երկրորդ պատճառն է, որ ավելի մեծ ցավ պատճառ էին այդ մարդու ընտանիքին։ Այս երկու պատճառներն են, թե ինչի այսօր դա արեցին, այլ ոչ թե երեք այլ ոչ թե երեք պահեցին։ Սա մեկ։ Երկրորդը եղանակը ձերբակալման։ Յուրին մանրամասներ որոշ հայտնեց տղան ձերբակալվածի Միքայել Մարկարյանի մանրամասներ որոշ հայտնեց, որոշ հարցեր կուզենայի ավելի հստակեցնել զուտիմ գիտության համար, բայց այդ տեղեկությունները չհայտնեց, բայց հայտնած տեղեկությունները բավարար էին հասկանալու համար, որ անհամաչափ ուժ է կիրառվել։ Սպեցնազն չեք ուղարկում մարդու հետևից։ Մարդու հետևից սպեցնազ ուղարկելը որս է, այսինքն դա ցանկացած դեպքում մարդու վարքագծի գնահատականից է կախված, այսինքն դու կանխատեսում ես, որ մարդը օրինակ կարող է, չգիտեմ, զինված դիմադրություն ցույց տա կամ չգիտեմ։
Սա հերթական անգամ հաստատում է, առաջի անգամ չի իհարկե, որ իրավապահները գնալով դադարում են, դադարել են չասենք, որտեղ սպքի ինչը վերջ չեն կարող դադարել, բայց գնալով նվազեցվում է իրանց գործունեության մեջ իրավապահի գործառույթը եւ մեծանում է ռեժիմի ռեպրեսիաների սպասարկողների գործառույթը, այսինքն ՔՊԻ կցորդի գործառույթը։ Հիշենք Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան այդ ձերբակալությունները։ Էլի նույն ձևով սպեցնազով գնացել էին տղաների տուն առավոտ խուզարկությունների եւ ձերբակալման։ Ինչի համար։ Զինված դիմադրություն պետք է ցույց տա, ինչի համար։ Էլի Ալենի հետ կապված միջադեպ էր իդեպ։ Այսինքն մենք կարող ենք փաստել, որ այդպիսի միջոցների օգտագործումը բացարձակապես որևէ իրավական հիմնավորում չուներ։ Երկրորդ կարող ենք արձանագրել, որ դա առաջի դեպքը չի եւ անընդհատ շարունակաբար կատարվում է ընդդիմախոսների ձերբակալման ժամանակ եւ երրորդ տեսնել այդտեղ մարդկանց ցավ պատճառելու նպատակ եւ մյուսների նկատմամբ այսպես անգլերեն ասում են chilling effect, սառեցնող էֆեկտ, վախեցնելու, լրացնելու էֆեկտ։ Սա հաջորդ նկատառումն էր։ Հաջորդ նկատառումը Ալենի գործոնը։ Ժողովուրդ ջան, այս մարդը ապատժելիությունից արդեն տենց ամեն ինչի պատրաստ է։ Հիշենք, որ մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ սովորական տենց էժան ֆիլմերի դերասանի հետ կամ վատ իրավաբանի հետ, smart իրավաբան է, իրավաբանը մասնագիտության հետ չմոռանանք։ Այլ երկրորդ, երրորդ պաշտոնյայի հետ։ Մարդ, որը ըստ բոլոր ժողովրդավարական ստանդարտներ ունի զսպվածության, ուրեմն պարտականություն, շատ ավելի մեծ զսպվածության պարտականություն, քան ցանկացածս։ Եվ եթե քաղաքացին բողոքով իրեն դիմում է, արաբարներ օգտագործել, ոչ իրեն ուղված, այդպես ես հասկացա միջադեպից։ Դու ինչ ես հորը վիրավորում, ասում արան հերը տա, այդպես են պարզաբանում։ Դրանով սադրում, որ մի հատ էլ մի քիչ ավելի մեծ պատասխան ստանաս։ Այն ինչ իրավունքով։ Այսա տեսեք ձեռագիրը արդեն դարել։ Էլի նույն բանը Նարեկի եւ Վազգենի դեպքում եղավ։ Հիշեցնեմ, որ Վազգենը մինչև հիմա բանտում է, Նարեկն էլ խոսքի բացարձակ արգելքի պայմանով վարչական նստողության տակ է։ Ընդամենը քանի օր առաջ, 2-3 օր առաջ ազատվեց կալանքից։ Այնտեղ էլ նույն բաններ եղել էլի մոտարապես։ Նու մի քիչ տարբերվում էր, ինչով, որովհետև եթե այս դեպքում քաղաքացիները ամեն դեպքում դիմել էին, այն դեպքում տղաները իրան չէին էլ դիմել։ Իրանց հաղորդումն էին վարել, որին արձագանքել էր Ալենը, տղաներին վիրավորել էր, խայտառակ ձևով վիրավորել էր, շատ ներողություն, շան լակոտ էր ասել, որին ստացել էր պատասխան եւ հետո ուղարկել էր արդեն այդ իրանց սպեցնազները։ Սա նորմալ ընկալվեց, մեծ հաշվով, ասենք դրանից հետո Արմքոմեդին հերարցակեց Ալենի հետ նախապես նկարած իրանց հաղորդումը եւ նենց չի որ համատարած գոնե ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ պարսավանքի դա արժանացավ։ Մեծ էր ալիքը, բայց համատարած չէր։ Եվ սա եւս ինչ որ գործոն եղավ, որ Ալենը հասկանա, որ սենց կարա ինքը անի, էլի։ Հասկանում եք։ Իմ առաջարկն է նա, բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, Ալենին վերաբերվել որպես բորոտի։ Ես ներողություն եմ խնդրում իսկապես այդ հիվանդությամբ տառապող մարդկանց։ Բորոտը դա այն հին աստվածաշնչյան ժամանակներում այդ տեքստերում կա հիվանդություններ, որ հանկարծ հայտնաբերվում էր անկախ դրանից դա լավ մարդ է, վատ մարդ է, ինչ ա եղել այդ մարդկանց առանձնացնում էին հանրությունից, ասում էին ախպեր ջան, եկեք դուք ձեր փոքրիկ էս
խմբերով ապրեք, մեր հետ գործ չունեք։ Վատ բաներ մեծ հաշվով այսօրվա տեսանկյունից, բայց դա էր հանրության արձագանքը եւ որևէ մեկը չէր վիճարկում այդ արձագանքի բարոյական կողմը։ Հիգիենայի նկատառումներով էր դա։ Հիմա հանրային կյանքի հիգիենայի նկատառումներով ես առաջարկում եմ պրոստը այդ ազնվորությանը Ալեն Սիմոնյան անուն ազգանունը վերաբերվել որպես բորոտի, այսինքն եթե տեսնում եք մի մոտեցեք։ Կուզենայի որ լրագրողներն էլ հարց չտային։ Մի մոտեցեք, մի շփվեք, չկա։ Բորոտա։ Վարակակիրա, չարության, նախանձի, բռնելու, մարդկանց վնաս տալու, մարդկանց նվաց տասնելու, մարդկանց ստորացնելու։ Այդ ամեն ինչի աղբյուրը այդ մարդու հետ գործ չունեք, հեռու մնացեք, բորոտների հետ ոնց կվարվեք, եթե ապրեք 2000 տարի առաջ։ Նորից եմ ասում, ներողություն եմ խնդրում, եթե այդ հիվանդությամբ այսպես մարդիկ կան եւ իրանց չի ուղղված։ Սա այն աստվածաշնչյան իմաստով էլի։ Ոնց կվարվեիք։ Մի շփվեք։ Այ հիմա եթե Միքայել Մարգարյանենք այս վարքագիծը որդեգրած լինեին, լավ, ամեն դեպքում չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ մի խոսքով։ Այսուհետ ես կարծում եմ, որ սա էլ որպես դաս, որ այդ մարդու հետ պետք է այդպես վարվի, այսինքն այդպես պետք է վերաբերվել։ Գոյություն չունի, եթե մարդ չկա։ Այդ դու որ դուրը ծեծում ես, մարդ չկա, այդ վիճակն է։ Ինչ եք ուզում, ինչ եք կորցրել, ինչ եք ուզում դրանից։ Չեք տեսնում, որ սադրում է, հետո էլ բռնել է տալի, հետո էլ մտնում է միլիոններով հայցերով դատարան։ Չեք տեսնում։ Այդ էլ տենց։ Եվ վերջապես կուզենայի կարճ խոսել հանցակազմի մասին, խուլիգանության հանցակազմն է։ Այդ հանցակազմը տենց չարաշահվում է, արդեն ինչքան ժամանակ է։ Եվ մեծ հաշվով դա պայմանավորված է իմ կարծիքով նաև այս ընտրական գործընթացների հետ։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն իրենց խոսքի նկատմամբ։ Սադրակների չտրվեն։ Գայթակղության մի այսպես բերեք եւ ձեզնից կախված ամեն ինչ արեք։ Ես վստահ եմ, որ անկախ մեր ակտիվիստների, քաղաքական այսպես գործիչների, դեմոկրատական գործընթացը շատ մեր ընկերներ, գործընկերներ դրան որևէ կերպ մասնակցում են։ Իմ մոտեցումը դրա հետ կապված գիտեք հայտարարել եմ, չի փոխվել, հիմա նորից չեմ ուզում արամասն ասեմ։ Մենք չպետք է թողնենք, որ սրան հասներ։ Ինչևէ, ամեն դեպքում այս պահին նախընտրական sense ձևակերպեմ, որտեղ պաշտոնապես էլ նախընտրական շրջան չի։ Շրջանը մարդիկ քաղաքական գործունեություն են իրականացնում, պետք է ուշադիր լինել խոսքի նկատմամբ եւ լավ կլինի, որ դա նաեւ կոմունիկացվի։ Ոչ թե այն պատճառով, որ արգելված խոսք կա, ոչ, որովհետեւ չարաշահում են իշխանությունները իրենց ռեպրեսիվ հնարավորությունները։ Իսկ իրենց արևմտյան այսպես ասենք, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, որ տեղին լինի, արևմտյան այն մարդիկ, ովքեր որ իրաց հետ աշխատում են, լավ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական դրածո տեխնացու է Հայաստանում, իրանց հետ ձեռ է տալի, որ ադրբեջանական դրածո տեխնացուն Հայաստանում հաղթի ամեն կերպ դրան նպաստելու է։ Ասենք, չգիտեմ, ինչ իրանցից հասնում է։ Պետք կլինի բոլորին մեդալ կտան այս ԿՊԱ-ականներին, պետք կլինի այտենց մրցանակներ կտան, Օսկար կտան, Նոբելյան մրցանակի թեմաներ, Նոբելյան մրցանակներ կտային։ Ես չգիտեմ ինչ ասես կանեն, որպեսզի այտենց ինչ որ փորձեն օգնեն, մի փոքր օգնեն այս ադրբեջանական դրածոների հաղթանակին։ Մի ակնկալեք նրանցից այս խայտարակ պրակտիկայի քննադատություն այս բանի։ Միակ բանը, որ կարող ենք անել, փորձել մեր հիգիենան պահենք։ Բորոտների հետ չշփվենք, քաղաքական առումով բորոտների, որպեսզի այս խնդիրները մեզ չկպնի։
հատկապես Ալենի մասին է խոսքը, մյուսները այտենց աչքի չեն ընկել այդ վարքագծով, որը արդեն որի օր դեպքն է սադրում է մարդկանց, հետո բռնել է տալի։ Ափաշկյար է, էլի այտենց բացահայտ։ Չգիտեմ, ես դա ինչով է պայմանավորված, Ալենը եղել է վատ իրավաբան, վատ դերասան, իր միակ բանը, որ լավ է կարողացել անել, դա քցնելն է եղել։ Այդ դրանից է լավ եղել, ուրիշ ոչ մի բանից լավ չի եղել, երևի վատ է զգացել, էլի, չգիտեմ։ Չեմ կարող ասեմ, տենց այդ հոգեբանական երևի խնդիր է առաջացել այդ մարդու մոտ, որ ախր ես ինչ անում եմ, վատ է ստացվում, տենց որ չարություն է առաջացել ու այդ վարքագիծի ես դրանով եմ պայմանավորում, էլի սադրել արդեն որի օր անգամ մարդուն բռնել տալ, դա լավ, դա մարդկային է, դա տղամարդկային է, դա էլ չեմ ասում պետական պաշտոնյայի վարքագիծը, ախր շշմելու բան է, էլի։ Այսքան բան նորից Միքայել Մարգարյանի ընտանիքին համերաշխություն եմ հայտնում, ծանր օրեր են ձեզ համար, ամրություն եմ ձեզ մաղթում եւ միշտ իմացեք, որ այն հայտնի մեր երկում, որ ասվում է, այն սև օրերը ձմռան նման ու գան ու կերտան։ Այսինքն այս ամեն ինչը ավարտ է անպայման ունենալու, հույսը մի կորցրեք, ամրությունը պահեք, իմացեք, որ ձեր հարազատները, ովքեր որ քաղաքական հետապնդման են ենթարկվում, նրանց ուժերը բազմապատկում է ձեր ամրությունը եւ ընդհակառակը նրանց կարող է թևաթափանել, եթե տեսնեն ձեր մեջ ուրեմն տեսնեմ, որ դուք նեղված եք, տեսնեմ, որ դուք ձեզ վատ եք զգացել, պետք է դա ցույց չտաք։ Այս է տենց հրապարակային խորհուրդ։ Ամուր ձեզ պահեք եւ իմացեք, որ այս ամեն ինչը, որ ունի սկիզբ, ունենալու է նաեւ ավարտ։ Այսքանը։ Հատկապես Յուրի ջան, ապրես դու շատ պինդ քեզ պահեցիր, շատ կարևոր բան արեցիր։ Այսքանը, հաջողություն։